94 թվից ոչ Ադրբեջան, ոչ Թուրքիան իրանց ռիտորիկայով, իրանց գաղափարներով, իրանց հարցերության ժամանակ, տարբեր ոլորտներում, մեջազգային կառույցներում երբեք ոչ ձախ են գնացել, ոչ աջ են գնացել։ Ես էլ 20 տարի շարունակ ասում եմ, այն օրը, եթե Հայաստանը ստորագրի մի այդ պայմանագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, լիք բազմաթիվ իմ հարցազրույցներ կան։ Այս արա միջև պատրաստներ եմ ասել, ասում 20 տարի ես մի բան եմ ասում։ Այն օրը որ մենք տենանք, որ Հայաստանը Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ հաղորդան պայմանագիր ստորագրել, այդ նշանակում է Հայաստանի իշխանությունը համաձայնվեց այն առաջարկություններով կամ պայմաններով, որը թելադրում է Ադրբեջանն եւ Թուրքիան, այո, միշտ ասել եմ ու ասում եմ, Մոսկվան ամեն ինչ անում է, որ նայեք, այդ պրոռուսական օպոզիցիան չի հասկանում Մոսկվան ինչ անում։ Դուք անցած անգամ ասացիք, որ Մոսկվան նույնիսկ տվյալներ է վերցնում տալիս Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ես չեմ ասում անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությանը։ Ինչ որ մեկին տալիս են։ Ու փոխանցում են։ Ստեղատիրած ու ուրիշ բանի մասին, նայեք։ Մենք մի քիչ հետ գնանք, որ գնանք առաջ։ Որ հասկանան ինչ է կատարում մեր հանրությունը։ Ուրեմն նայեք ինչ են անում Ռուսաստանում։ Այդ որ մենք ասում ենք, լսում ենք, Նիկոլ Փաշինյան ԿԳԲ-ի մասին է խոսում։ Զախարովը պատասխանը չէ ԿԳԲ-ի։ Ես հիմա նայեք, մանրամասների բացում եմ, որ սա հասկանան ինչ խաղեր է գնում։ Նայեք, Նիկոլ Փաշինյան սային մեղադրում է ԿԳԲ-ի ագենտներ։ Անուն ազգանուն։ Դրանք ունեն փոթանուններ։ Այսինքն մեկը կարող է Պետրոսը, բայց անունը դրել են խոսքի օրինակ Էյնշտեյն, խոսքի օրինակ, գործակալների գործ կա, դեղ իր ապոտաններ են դնում, խնդրում եմ, այդ գործակալը գործը բաց տողեք դերեքսիաղանը իրա ծուստեք, որ խոսքի օրինակ ինչ որ մի այդ Պետրոսը ԿԳԲ-ի գործակալն է եղել, կամ հիմա ՖՍԲ-ի գործակալ, կամ ՑՍՌՈ-ի գործակալ, եթե դուք պաստերը չունեք, իրան այդ կլիչկեկը չգիտեք, դուք իրավունք չունեք ասեք, որ խոսքինակ ինչ որ մեկը գործակալ է, այդ առաջինը, էդի օրենքի խախտումն է, մարդիկ կարան բողոքեն ու քրեական գործ պիտի բացեն, եթե դուք, չգիտեմ ինքին նկատի ունեք ԿԳԲ-ի գործակալներ, որ ասում են ԿԳԲ-ի թեզիսները, որ ադրբեջանցի դժմաններ են, դժնամի են ու թուրքեր, նախ եւ առաջ սովետական Նիկոլ Փաշինյան լսեք մի քիչ դաստամ ձեզ։ Սովետական միության ժամանակ ԿԳԲ-ը եղել է 5-րդ վարչություն։ Ինքը զբաղված եղել ազգերի հարցերով։ Եթե դու ԿԳԲ-ի ականջներ գալիս հանձնում է, կամ մի հատ ռուսը ուկրաինացին ասեց խախոլը կամ ուկրաինացի ասում է ռուսին կացա, գալիս են ձերբակալում են 5 տարի նստացնում են։ Սովետական միությունում սենց վիրավորանքը չի կարող լինի։ Խոսքինակ թուրքը ադրբեջանցի հային, հայ ադրբեջանցին գալիս է մի անգամից փաթաթում տանում են։ Մի անգամից։ Ընդհանրապես ԿԳԲ-ն միշտ ասել է, որ սովետական միությունը ընտանիքն է։ Ներսում ժողովրդի մեջ ինչ եղել է, ուրիշ բան է, բայց որ դրանք սովորացրել են, այդ թեզեսներ են մսել, որ ադրբեջանցիք մեր թշնամի են, դա սուտ է, ոդից գլուխ։ Այդ առաջինը, երկրորդը, եթե այդ իշխանությունը փորձում է ինչ-որ մեկին ասել, չնայած լյուբոյին, ասում է գործակալ ԿԳԲ-ին, ՖՍԲ-ին, չգիտեմ, գրում դրանք սիրում են, չէ՞, թեզեսներ օգտագործել։ Մենք էլ իրավունք ունենք ասել, դուք էլ գործակալ եք։ ՑՍՌ-ին մի 6-ին այդ բրիտանական կամ BND-ին կամ ֆրանսական, չգիտեմ։ Մենք էլ իրավունք ունենք ասել, մեղադրենք։ Հիմա նայեք ինչու՞մն է այստեղ գործը։ Ինդումությունը այդ պրոռուսական մտածում է, որ ռուսը իրան պաշտպանում է։ Ռուսը իրանց հետ է տալիս են, ասում են գնա իշխանությունը վերցնե։ Բայց ստեղ նայեք, ստեղ աշխատում է
ռազմական հետախուզություն աշխատում է, արտաքին հետախուզություն Ռուսաստանում ստեղ դեսպանությունում աշխատում են, սահմանապահ զորքերի մեջ էլ կա, ՖՍԲ-ն իրան համակարգ ստեղ ունի։ Դրանք սաղ աշխատում են Հայաստանում։ Ու նայեք, դրանք գիտեն 20 թվականից հետո Հայաստանում բեսամբ հակառուսական տրամադրություն է։ Ժողովրդի մեջ։ Գիտեն, չէ՞, մենք էլ գիտենք։ 21 թվականից հետո 22, 23, չէ՞, 23 թվականից մանավանդ որ էթնիկ զիջումներ է եղել։ Ուրեմն նայեք։ Դրանք խոսք ունեն գալիս են մեկ ասում է եկեք դաշնակցություն աջակցենք, փող տանք, տելևիզորով ցույց տանք, գնան Նիկոլին հանեն։ Խոսք ունեն Ռոբերտ Քոչարյան։ Պուտինն էլ նստած իրան խորհրդականներով ասում է, հա դուք առաջարկում եք ես իրանց այդ ալիքները բացեմ, խոսք ունեն ինֆորմացիոն, TV, MV տելևիզորով բանով, բայց նայեք, հիմա ես իրանց ոչ ցույց տամ, իրանց ճանապարհը տամ տելևիզորով այդ ժողովուրդը իրանց նայի, դրանք ասեն, ահա, հաստատ այնա տենում է Կրեմլի գործակալներ են։ Ես փչացնելու եմ իրանց։ Հիմա ինչ համար են դրանք այդ ալիքներ են բացում, այս ճանապարհ են բացում, ասում են դիմությունը Թևոնյան, չգիտեմ ով ինչ, գալիս են Ռուսաստանում կապիկություն են անում։ Ռուսները իրանց չեն օգնում, ռուսներ իրանց փչացնում են։ Հիմա նայեք, ես համոզված եմ ինչ որ մակատարում է Ռուսաստան, Հայաստան, նայեք, հիմա ասում են Ռուսաստանից գնացքներ ա գալու, ստեղ 14 միլիարդ ապրանք ա եկել, բայց Ռուսաստանից մենք չենք կարել ոչ մի բան, ընդհանրապես բան չկա Ռուսաստանում 10։ Հիմա եկեք կապենք այդ ամենը մեր հաղորդումը։ Հիմա ես ասում եմ, ավարտենք ավելի։ Հիմա մենք ապրանք չունենք, այսքան Ռուսաստանից 14 միլիարդ բերեն։ Գաղտնի տվյալներով, Ռուսաստանի գաղտնի տվյալներով 20 միլիարդ է եղել։ Ու այդ մեծ մասի ոսկի այս բաներ էլի, հա։ Ռուսաստանից բան չունես բերելու։ Մենակ սանկցիա անցնելու բաներ ունես ապրանքներ, որ սանկցիայի տակ է։ Ռուսները այս դրա համար ճանապարհը պետք Թուրքիայից հանեն այս ապրանքը, կարող է զենք զինամթեր գնա Ուկրաինայի դեմ։ Հիմա ես գալիս նայեք, մի կողմից Արիֆտուրը գնում է, երկրորդ կողմից Նիկոլ Փաշինյանը իրան թիմում ամբողջ օր Ռուսաստանի դեմ են խոսում։ Մարիա Զախարովա դուս ա տալի, էլ կապիկություն անում, ասում է Մատա տապտալը, բան, էդի ոնց, բան, Վարդան Ղուկասյանից ձերբակալում, ինքը ասում է միավորվենք էսյանի, իրար պաս ենք տալիս։ Նիկոլին ասում են դուք, բան, իբրև հակառուսական եք, Եվրոպա եք, չէ՞ գնում, այդ ժողովուրդը հասկանա, որ Եվրոպա է։ Այդ դեպքում Ալիևը ինչ է այդ հայտարարությունը անում։ Բայց հիմա գալիս ստեղ ենք։ Հիմա ճիշտ հարց է, մոտենում ենք այդ հարցին։ Քանի որ Ռուսաստանը աջակցում է որ դրանք մնան 26 թվում, իրանց պետք է ճանապարհների բաց։ Դրանք հաստատ գիտեն, Պողոսյանը գալու է, նույն վարկյանը ճանապարհը փակելու եմ։ Հայաստանը դի քուչա չէ, էլի, որ sense կարած գնաց գազ։ Նույն օրը փակելու եմ, նույն օրը։ Այսինքն Բաքուն եւ Երևանը համատեղ Բաքուն եւ Մոսկվան միասին են խաղում։ Բաքու, Մոսկվա, Երևան։ Միասին են խաղում։ Այո։ Ով ում գործընկերն է, ում դեմ։ Այստեղ չկա գործընկերներ։ Նայեք, այստեղ մենք ոչ մի շահ չենք ստանում։ 42 կիլոմետրով դուք Ռուսաստանից բացի գազից, այդ ատոմակայանից, բամա, ծորեն, թեթև, ոչ մի բան բերելու չունեք։ Այդ առաջինը, երկրորդը, հիմա Ռուսաստանից դուք չեք կարող ծորեն բերեք Հայաստան։ Նախ եւ առաջ շատ թանկ է, երկրորդ փոշինը բարձրացրել են, երրորդը ակերված է որ դուք դուրս հանեք այդ ծորենը Ռուսաստանից։ Դուք Կազախստանից կարող բերեք։ Կազախստանից մենք կարող նավով բերենք միջև Պարսկաստան, ավելի կարճ ճանապարհ, ավելի իժան։ Ու Պարսկաստանից Հայաստան, ինչու Ադրբեջանից մեզ կողմ եք այս ամպա։ Հիմա Սևանի թեման ինչու է հիմա բարձրացնում։ Հիմա ես ասում եմ, նայեք, հիմա ես կապել եմ, այդ սա կապված Սևանի թեմայի հետ։ Հիմա դրանք Մոսկվան պաս է տալիս, հարձակում են Նիկոլի իրա, Նիկոլի թիմը հարձակվում է Մոսկվայի իրա։ Իբրև հակում են իրար։ Բայց նույն ժամանակ տենում են ճանապարհները, բացվում է Ռուսիա համար ապրանքը գնում գալիս դուսա գալի մտնում է, ու մենք բան չենք, չէ՞, լավ չենք։ Պասերով խաղում են։ Այո, հիմա իսկ Ալիևը, հիմա նայեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, ես խաղաղություն եմ բերել, դուք ընտրում եք կամ խաղաղությունը կամ պատերազմ, այսինքն ինքը խաղաղությունն է, մենք ամբողջ մենք պատերազմ ենք։ Ես էլ ասում եմ ընդհակառակ։ Դրանք պատերազմ են, մենք խաղաղություն ենք։ Այսինքն եթե Հայաստանը չի ուժը հանում, Հայաստանից Հայաստան չենք սարքում, մենք դժվելու ենք ու պարտվելու ենք միջև վերջ։ Ալիևը, նայեք, Նիկոլաս Փաշինյանը, ես խաղաղություն եմ բերել։ Նայեք, միջև այդ հայտարարությունը պատգամավորն ասում Հայաստանի էդի Ադրբեջանն է, մերն է,
Առաջի, հետո ասում են իբրև համել են այդ բաները։ Բայց կարևոր չի։ Պրոստը իրան ասեն մեր պլանները մի բաց։ Առաջ մինգի։ Երկրորդը ասում է Գաջիևը նայ Ալիևը օգնական կամ խորհրդական, դա ոչ Նիկոլի խորհրդական, ոչ Նիկոլի օգնական։ Նիկոլի օգնականներ, խորհրդականներ, սենց այսինքն սենց ստատուս ունեն, որ կարան հայտարարություն էլ անեն։ Հիմա որ Գաջիևը ասում է Զանգիզուրի Միջանցք ու դնում է իրան ալիքում։ Դա երկրորդ սիգնալն է, երրորդ երեքա չէ եղել։ Ալիև ասում է Սևանչի այս իրան զիբիլ անուն են դնում։ Չէ։ Ալիև ինչ անում իրան թիմով։ Ինք Նիկոլ Փաշինյան ասում է, մեզ վստահեցնում է, որ խաղաղություն է բերել, այսօր էլ ասում է բանը, դա սոցիալական եւ հոգեբանական խնդիրներ է, այսինքն արդեն հոգեբան է դարել, հոգեբան արդեն։ Մեր կարող ակադեմիկոս է դարել, ես եւ չգիտեմ։ Այսինքն Ալիևը ասում է նայեք մեզ ինչ։ Ուրեմն ինչ որ ծերունք ասում են խաղաղությունը, սուտ է, ոչ մի խաղաղություն չկա։ Եթե մարդ ուզում է խաղաղություն, ինքը չի կարամ մեր տարածքի վրա ասի դա իմն է։ Այսինքն դա Սևանչի ամբողջ քարտեզներով, քարտերով դա բանն է, Ադրբեջանն է։ Մերոնք ասում են դա բանն է, ռիտորիկա է։ Հիմա ես խոսք եմ տվել միջև այս բանը, որ մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Այդ որ մերոնք սիրում են ասել ռիտորիկա։ Միջև պատերազմը մնում է մի քանի օր։ Ես գլխավոր շտաբում Ֆրանսիայի դեսպանությունից ինձ զանգում են։ Ու ասում են, ես իմ գերին ասել են, որ աշխատում է Ֆրանսիայի դեսպանությունում, ես ասել եմ, որ բան խոսալու բան կա կարևոր։ Այս պատմությունը առաջի անգամ է։ Այ առաջի անգամ։ Ասում եմ կարևոր բան կա։ Ինք ասում կարանք հանդիպենք, ասում հա ես ժամանակ չունեմ, բայց բնեի մոտ մի հատ տեղ կա, գնանք դեռ նստենք խոսանք։ Ես իրան ասում եմ, լսի, զեկուցի դեսպանին ու թող ինքը զեկուցի Մակրոնին։ Ասում մի քանի օրից հետո պատերազմ ալնելու։ Նայեք ինքը ինչ ասում, դա ժամը 6-ն է եղել, 5-ն է եղել։ Մոտարապես 2-ն է եղել։ Ինքը ինձ ասում է, լսի, բայց դեսպանն այսօր հանդիպեց իր վերևների հետ։ Ես ասում եմ առավոտ մասը հանդիպել։ Ես առաջ անգամ եմ պատմում, դա վկաներ կան, նույն ֆրանսիացի վկաներ են։ Կարան Մակրոնից էլ հարցնեն։ Ուրեմն ասում է բայց ինչ բան ես իրան պաստեր եմ բերում հրամանատարներին, որ արաբական երկրներից է ջոկատներից Ալ-Նուսրաբան ազնագերներ եմ ցույց տալի, որ արդեն Ադրբեջանում։ Երկրորդը ցույց եմ տալի իրան ԶԼՄ-ներ ոնց են սկսել աշխատել։ Երկրորդը մի քանի հատ աղբյուր եմ ունեցել դեից է։ Ոչ տարբեր լրիվ ինֆորմացիա տվել եմ, ասում եմ նայեք։ Կարաք զեկուցեք նախագահին։ Ասում եմ, բայց երոնք ասում են ամեն օրվա Ալիևի ռիտորիկն է։ Ասում եմ ով ասել, ինքը անուն ազգաները տվեց ով ասել։ Ինչ որ մի քանի օքի արդեն չկան իշխանությունում, մի քանի օքի կան։ Ու դրանք ում որ ասում են գիտեն, որ հանդիպել են դեսպանի օրը, հիշեք իշխանավորներ, որ հանդիպել ենք, ինչ եք ասել դեսպանին, որ Ալիևի ռիտորիկա, ամենօրվա ռիտորիկա է իրան։ Ես ասում լսի, դրանք բան չեն հասկանում, նախև առաջ, ոչ պետությունից, ոչ թեատրական բան պատերազմից, դրանք մասնագետ չեն, ում հետ եք խոսում։ Ասում ես խնդրում եմ, ես քեզ ասում եմ որպես գլխավոր շտաբի խորհրդական։ Զեկուցեք Մակրոնին, մի քանի օրից պատերազմ։ Լավ, ինչ ես առաջարկում, ասում առաջարկում դու Պուտինի հետ խոսա, որ դուք տեղյակ եք, քանի որ դուք Միսկի խմբի համանախագահներ եք, դուք պատասխանատու եք, ամերիկացիների հետ կապնվեք, բացատրեք, որ ես ասում եմ, որ պատերազմում իմ խոսքի տերն եմ։ Եվ ժամը 4-ին առավոտ մյուս օրը պատերազմը սկսվում է։ Չէ, պատերազմը սկսվում է մոտորապես 4 օրից։ Ժամը 4-ին 4:30-ին զանգում են դեսպանությունից։ Ինձ ասում են. Պարոն Պողոսյան,
նոր մի քիչ առաջ ավարտեց մեր նախագահի մոտ նիստը։ Ինչ որ մենք զեկուցել ենք, Մակրոնը միանգամից հավաքեց Իրան ավանդանկության նիստը։ Բանակիցեր են եկել, գլխավոր շտաբիցեր են եկել, հատուկ ծառայություններ են եկել, իրանց հագնեիցեր են եկել, իրանց մոտ բան հավաքվել, ասում է Հայաստանի sense տվյալներ ունենք, որ պատերազմը սկսվում է։ Ասում է մեր հատուկ ծառայություններ եւ մեր զինվորականներ ասել են մենք Հայաստանի գլխավոր շտաբի հետ համաձայն ենք։ Պատերազմ լինելու է։ Այո։ Դրանից հետո Մակրոնը զանգում է, հետ եղել է մոտարապես իրանց ժամով մոտարապես 12-12 կես։ Ինքը զանգում է Պուտինին, Մակրոնը։ Այդ ինձ հեսավ պատմում են դեսպանությունից։ Ասում են զանգեց, ասել են, որ մեր տվյալներով մենք տերում ենք, որ շատ շուտ պատերազմաներում մի քանի օրից իմ հատուկ ծառայությունները, ինձ զինվորականներ, ինքը չի ասում, որ գլխավոր։ Եվ ինչ է ասում Պուտինը։ Ես էլ եմ հարցնում ու ասում ինքը ասեց մի հանգստացեք, բանը ոչ մի բան չի լինելու, սա մեր վերահսկության տակ է, մենք չենք տողելու, թույլ չենք տալու, արխային, մենք Այսինքն Պուտինը հերքել է։ Ասում եմ մենք հետևում ենք, այդ ֆրանսիացիք ինձ պատմում են։ Ասում եմ մենք հետևում ենք, արխային ոչ մի բան չի լինելու։ Ու ասում եմ sense այդ զրույցը ավարտեց, նախագահն հեռախոսը դրեց, ես ասում եմ ու ասում եմ այդ նույն հարցը սա այդ հավաքվածներ ասում են ու հավատում եք պարոն նախագահ, ասում եմ Մակրոնի հեռախոսը դրեց, ասում եմ ոչ։ Ես այդ դեպքը ինչ համար եմ պատմում։ Պատմում համար էր որ դրանք նույն միջև 4 օր մնում է Ֆրանսիայի դեսպանը իրենց այն հանդիպումը մարդկանց հետ, որոշ մարդկանց հետ։ Դրանք ինձ ասում են, բայց ինչ անենք, ասում եմ, առավոտ հանդիպել ենք, մենք ժամը 2-ին նախագահի համար իրանց կանալներով նամակ են ուղարկել, որ Հայաստան կողմը գտնվում է, որ էսի ամեն օրվա Ալիևի ռիտորաբանությունն է իրան։ Ասում ուրեմն ես ես ասում եմ։ Ու դրանից հետո մի քանի այդ բան այլ է եղել, հետո սենց ասեմ, տանկը կարտեն, պետք չի տենալ, այսինքն այդ ջուրը դրացա չէ ստեղ, նայեք, ես պիտի, նենա, դրացա արդեն, Ալիևը, նայեք, Ալիևին, ոչ Թուրքիային, պետք չի հաղորդան պայմանագիրը, հասկացեք մի բան, իմա պատմությունը իրանց շանսա տվել, առանց, սենց կարան միավ, նայեք, իրանց քաղաքական գործիչներ եւ մարդիկ որ պաշտոն են զբաղեցնում Թուրքիայում։ Այսինքն առանց կրակոցների առաջ չէ, ոչ առանց կրակոցների, sense մի մտածեք։ Նայեք, ես ասում եմ Թուրքիայում ինչ են ասել։ Մի քանի ամիս առաջ ասում են մենք հույսով որ շատ շուտով Թուրքիան եւ ամբողջ Ադրբեջանը սահման չեն ունենալու։ Երկրորդը իրանց համար ինչ համար խաղաղության պայմանագիրը պետք։ Հիմա այդ պատմությունը շանս է տվել, որ ինչ որ կուզենալ կարան վերցնեն։ Ես չեմ վախեցնում, որ պատերազմա։ Ես ասում եմ, մենք պիտի պատրաստ լինենք։ Հիմա նայեք, ինչ անում Ալիևը։ Ալիևը մեզ ասում է, ձեր իշխանությունը սուտ է ասում, ոչ մի խաղաղության պայմանագիրը չի լինելու։ Եթե մարդ ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել, կասի, որ Սևանի իմն է։ Նիկոլը չի ասում, չէ, ես Բաքու եմ վերցնելու։ Նիկոլ ասում է, ես ուզում եմ խաղաղության պայմանագիրը ստորագրել, ու ոչ մի պահանջներ չի դնում։ Համաձայն եք եմ այդ։ Իսկ եթե Ալիևը ասում է, Սևանի իմն է, միջանցքը ASN, ես Նիկոլ Փաշինյանին ուզում եմ մի հատ հարց տամ։ Ինչու համար, ում համար։ Դու ուզում ես մեզ համոզես, որ դրանք ուզում են խաղաղություն։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, ուշք եկեք, որ Թուրքիային եւ ադրբեջանցիներին ստեղ ոչ մի սոցիալական հոգեբանական խնդիրներ մենք չունենք։ Ես ասում եմ, դրանք տենում են, որ Հայաստանը թույլատրած վիճակում է, դրանք շանս ունեն առաջանկան պատմության մեջ այդ ինչ որ պետքա վերցնեն միանան, ու ինչի պիտի գնա խաղաղության պայմանագիրը ստորագրի ու այդ ամեն ինչից հրաժարվի։ Ես ասում եմ, բանակից պիտի բանակ ստեղծենք, ժողովրդի միավորվենք ամբողջ, նախկին, ներկա, չգիտեմ ինչ, զիլզիբիլ, ոչ չկա այդ բաները, եկեք միավորվենք։ Եթե չէ, ես ասում եմ, բոլոր դեպքերում
Ես ավելի շուտ լսում եմ ինչ որ ասում է Ալիևը, Ալիևը։ քանի որ ինքը հալա որ ինչ որ ասեց արեց։